Բարև բոլորին, շարունակելով մեր տեսանյութերի շարքը, այսօր ցանկանում եմ անդրադառնալ փաստաբանների խոսքի ազատության սահմաններին եւ այդ սահմանների գնահատման հիմնական չափանիշներին։ Թեմայի ընտրությունը պայմանավորված է երկու հիմնական պատճառով։ Առաջին, այն մեր նախորդիվ քննարկված թեմայի դատավորների դատախազների խոսքի ազատության տրամաբանական շարունակությունն է։ Եթե դեռ չեք դիտել այդ տեսանյութը, կարող եք անցնել ներքևում նշված հղմամբ եւ դիտել այն։ Երկրորդ, օրերս Վարչագույն դատական խորհրդի կողմից ստացվել էր հաղորդագրություն, որով ըստ էության փորձ էր կատարվել թիրախավորել փաստաբաններին, նշել, որ փաստաբաններն իրենց գրառումներով փորձ են անում վարկաբեկել դատական համակարգը, այդ կապակցությամբ օգտագործում էին մի շարք ձևակերպումներ, անվտանգության բարձիկների կիրառման, կանխատեսելի սխեմաների կիրառման, որոշակի տեղեկություններ հասարակությանը հրամցնելու վերաբերյալ։ Ինքնին այս ձևակերպումները, ինչպես նաև ընդհանուր առմամբ այդ հաղորդագրությունը որոշակի ողջամիտ հարցեր է առաջ քաշում, բայց այս տեսանյութի շրջանակներում ես ցանկանում եմ, որպեսզի մենք մասնագիտական քննարկում ունենանք փաստաբանների խոսքի ազատության սահմանների եւ այդ սահմանների գնահատման հիմնական չափորոշիչների մասին։ Սակայն մինչ այդ հիշեցնեմ, որ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, հավանեք այս տեսանյութը, մեկնաբանություններում էլ գրեք ձեր դիտարկումները, հարցերը, այն թեմաները, որոնց կցանկանաք, որպեսզի ես անդրադառնամ մեր հետագա տեսանյութերի շրջանակներում։ Այսպես, երբ որ խոսում ենք փաստաբանների մասին, նախ եւ առաջ պետք է ընդգծել փաստաբանների մասնագիտության բնույթը, այն առանձնահատկությունը, որն ունի այդ մասնագիտությունը։ Դեռևս հին հռոմեական իրավունքում, որտեղ բնորոշվում էր advocat, advocatus, այդ ձևակերպումներն էին օգտագործվում, որոնք որ իրականում բնորոշ էին այն մարդկանց, ովքեր ունեին կամ տիրապետում էին հռետորական արվեստին, ունեին ճարտասանության հմտություններ եւ որպես այդպեսին նաեւ որոշակիորեն տարբերակվում էին իրավաբաններից, ովքեր որ իրականացնում էին իրավական տարբեր նորմերի մեկնաբանություններ։ Այս մասին նաև նշված է հռոմեական իրավունքը եւ հռոմեացիների իրավական աշխարհը Քեմբրիջյան գրքում, այս մասին քննարկվում է տարբերակման առումով, բայց հետագայում տարիների ընթացքում, երբ որ նույնիսկ այս մասնագիտությունները որոշակի առումով միավորվեցին, իրավաբանի եւ advocate-ի, շարունակեց մնալ այն գաղափարը, որ փաստաբանները որպես այդպիսին իրենց բնույթով, իրենց առանձնահատկությամբ պիտի մշտապես տիրապետեն ճարտասանության հմտություններին, ունենան հռետորական արվեստի շատ բարձր հմտություններ, ներկայացություն իրականացնելու, իրենց վստահորդներին վերաբերող փաստարկները քննադատական, նաև որոշակի տեղերում սուր քննադատությամբ ներկայացնելու եւ դատարանների ուշադրությունը, հանրության ուշադրությունը այդ հանգամանքներին հրավիրելու առումով։ Եվ թեև հետագայում փաստաբան, իրավաբան այդ սահմանը որոշակի առումով վերացավ եւ յուրաքանչյուր փաստաբան ենթադրվեց, որ պիտի նաև իրավական որոշակի վերապատրաստում անցնի, ունենա իրավական գիտելիք ներկայացություն իրականացնելու համար, բայց շարունակեց մնալ հետեւյալ մի խնդիրը, այն առումով, որ փաստաբանները ենթարկվում էին թիրախավորումների։ Տարիներ շարունակ եւ այդ մասին նաեւ միջազգային տարբեր կազմակերպություններ արձանագրել էին իրենց զեկույցներում եւ դրանով էր պայմանված նաեւ այն հանգամանքը, որ 1990 թվականին ընդունվեց փաստաբանների դերի վերաբերյալ հիմնարար սկզբունքները ՄԱԿ-ի կողմից, հետագայում նաեւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունեց հանձնարարական փաստաբանների գործունեության ազատության վերաբերյալ, հետագայում նաեւ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը դատավորների փաստաբանների անկախության հարցով հանդես եկավ զեկույցով, որտեղ ներկայացնում էր, թե ինչպես են փաստաբանները շատ հաճախ ենթարկվում թիրախավորումների եւ այս ամբողջ գործընթացը իրականում բերեց նրան, որ բավականին վերջերս անցած տարի Եվրոպայի խորհրդի մակարդակով ընդունվեց առաջին միջազգային կոնվենցիան փաստաբանների մասնագիտական գործունեության պաշտպանության մասին։ Այս կոնվենցիան ընդունվել է 2025 թվականի մարտի 12-ին եւ մայիս ամսից բաց է ստորագրման համար, բացվել է այն Լյուքսեմբուրգում, այդ պատճառով նաեւ համարվում է Լյուքսեմբուրգի կոնվենցիա, հայտ բնորոշում ունի, բայց թե այդ կոնվենցիայի նախաբանում, թե բացատրական զեկույցում, թե մնացած իմ կողմից նշված փաստաթղթերում կարմիր թելով անցնում է այն սկզբունքը, որ փաստաբանները իրենք պետք է ունենան հատուկ պաշտպանություն կողմնակի միջամտությունից, պետության կողմից, տարբեր պետական մարմիններից, որպեսզի իրենք կարողանան ազատ եւ անկաշկանդ իրենց դիրքորոշումները ներկայացնել։ Միաժամանակ կարևոր է նաեւ քննարկման առարկա դարձնել այն հանգամանք, որ ընդհանրապես փաստաբանների խոսքի ազատության սահմանների հարցը քննարկման առարկա է դարձվել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որտեղ մոտավորապես 11 տարի առաջ 2015 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատը այս հարցը հստակ քննարկման առարկա է դարձրել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի շրջանակներում։ Մասնավորապես Օլիվիե Մորիսն ընդդեմ Ֆրանսիայի գործի շրջանակներում, որը որ 2015 թվականի ապրիլի 23-ին է կայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատի մակարդակով, այս գործի փաստական հանգամանքները բավականին հետաքրքրական են, ես կփորձեմ հնարավորինս
ընդհանրապես հակիրճ դրանք ներկայացնել, որովհետև դրանք բավականին ծավալ ունեն, զուտ պատկերացնելու համար, թե ինչի մասին է իրականում երևույթը։ Սույն գործի փաստական հանգամանքները հետևյալի մասին էին, ուրեմն այս գործով դատավոր Բորելը Ֆրանսիայից գործուղվել էր Արևելյան Աֆրիկայում գտնվող Ջիբութի, որտեղ որոշակի ժամանակ անց իր դին էր հայտնաբերվել կիսամերկ, կիսահրկիզված վիճակում եւ առաջ էր քաշվել այն վարկածը, որ տեղի է ունեցել ինքնասպանություն։ Մահացածի կինը Տիկին Բորելը, ով եւս Ֆրանսիայի դատավոր էր, պահանջում էր, որպեսզի անկախ, անկողմնակալ, արդյունավետ քննություն իրականացվի եւ առաջ էր քաշել այն վարկածը, որ տեղի է ունեցել կանխամտածված սպանություն։ Ֆրանսիայում գործի քննության իրականացումը հանձնարարվել էր քննիչ դատավորների Էլի եւ Էմի, ինչը պայմանավորված էր նաեւ Ֆրանսիայի արդարադատության համակարգի առանձնահատկության, որ միջդատական վարույթում գործի քննությունը իրականացնում էին քննիչ դատավորներ, իսկ ուժողի շահերի ներկայացությունը հանձնարարվել էր փաստաբան Օլիվիե Մորիսին։ Հիմնական առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ ժամանակ անց փաստաբանի կողմից բարձրացվել էր դատավորների անկախության, անկողմնակալության հետ կապված մի շարք առանցքային հարցեր։ Այսպես, այս գործով կար մի առանցքային վկա, որը որ քաղաքական ապաստան էր ստացել Բրյուսելում, նա հայտնել էր, որ ուներ առանցքային նշանակություն դատավոր Բորելի սպանության հետ կապված, սկզբում քննիչ դատավորները մերժել էին իրեն հարցաքննել եւ միայն այն բանից հետո, երբ որ փաստաբանը այդ մասին լրատվամիջոցներով հրապարակում էր իրականացրել, դատավորները գնացել եւ հարցաքննել էին այդ անձին, ընդ որում տեղեկություն կար, որ այս դատավորներից, մասնավորապես դատավոր Էմը, որոշակի ճնշում էր գործադրել իր նկատմամբ, որպեսզի ինքը իր ցուցմունքներից հրաժարվի։ Ընդ որում պարզվել էր, որ Ջիբութի հանրային մեղադրողը եւ հատուկ ծառայությունների ղեկավարի հետ միասին փորձել էր նաեւ եւս ճնշում գործադրել այդ վկայի նկատմամբ, ովքեր որ հետագայում իրականում քրեական պատասխանատվության էին ենթարկել Ֆրանսիայում կեղծ ապացույցների ձևավորման համար, բայց այս գործի քննության շրջանակներում առավել հետաքրքրականը կայանում էր նրանում, որ ժամանակ անց կրկին երբ որ միջնորդություններ էին ներկայացվում փաստաբանի կողմից եւ այդ միջնորդությունները պարբերաբար մերժվում էին քննիչ դատավորների կողմից, փաստաբանը պահանջել էր, որպեսզի դատավորի փոփոխություն տեղի ունենա եւ դատավոր Էլից եւ Էմից գործը փոխանցվել էր դատավոր Փ-ին, ով երբ որ գործը ստանձնել էր, պարզել էր, որ նաեւ հաշվի առնելով փաստաբանի կողմից ներկայացվող այդ պահանջը, որ գործի նյութերում բացակայում էր տեսաերիզի վերաբերյալ նշում եւ պահանջվել էր ներկայացնել այդ տեսաերիզը եւ նախորդ դատավոր Էմը այդ տեսաերիզի ծրարը փոխանցել էր դատավոր Պ-ին, ով երբ որ բացել էր այդ ծրարը, պարզվել էր, որ ծրարի մեջ առկա էր երկտող, որի մեջ նշված էր, որ Ջիբութի հանրային մեղադրողի կողմից ուղարկվում է այդ տեսաերիզը դատավորին եւ նշվում էր որպես շարունակություն առ այն, որ ձեզ եմ ուղարկում այսինչ տեսաերիզը, միաժամանակ այսինչ հաղորդման շրջանակներում տեսա թե ինչպես էին տուժողը եւ իր փաստաբանները մանիպուլացնում գործի հանգամանքները, կապի մեջ կլինենք, ջերմ բարևներ ինչ որ մեկին կզանգեմ, մոտավորապես այս ձևաչափով շատ ջերմ երկխոսություն էր տեղի ունեցել այդ ձեռագիր նամակի շրջանակներում, որը ուղեկցել էր տեսաերիզին։ Որ ժամանակ անց, երբ որ այս հանգամանքը հայտնի էր դարձել, փաստաբանը այս մասին հրապարակում էր կատարել լրատվական թերթերից մեկում եւ միաժամանակ միջնորդություններ ներկայացրել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար եւ այս շրջանակներում հետաքրքրական էր այն հանգամանքը, որ դատավոր Էմի վերաբերյալ հստակ արտահայտվել էր այն հանգամանքը, որ ինքը անկախության, անկողմնակալության հետ կապված հարցեր ուներ, կասկածի տակ էին դրվել այդ հանգամանքները, հաշվի առնելով իր ունեցած կապը Ջիբութի հանրային մեղադրողի հետ եւ առաջ էր քաշվել այն մոտեցումը, որ փորձ է կատարվել կոծկել գործի հանգամանքները։ Այս համատեքստում փաստաբանի քրեական պատասխանատվության ենթարկելու հարց էր բարձրացվել, մասնավորապես առանց փաստաբանների կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացնելու, որը ընդ որում հետագայում արդյունքն եվրոպական դատանի ուշադրությունից չէր վրիպել։ Դրա պարագայում միանգամից դատավորը Էմը հաղորդում էր ներկայացրել փաստաբանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, հանրային զրպարտության համար, դա քրեականացված էր Ֆրանսիայում, եւ այս կոնտեքստում ներպետական դատաները քննարկել էին փաստաբանին, նաեւ այն լրատվամիջոցի խմբագրին, լրագրողին քրեական պատասխանատվության ենթարկելու հարց, ովքեր հրապարակել էին այդ հոդվածը։ Ում դատաները գտել էին, որ ենթակա է հաստատման այն հանգամանքը, որ փաստաբանի կողմից արված դիտարկումները իրենք կասկածի տակ են դրել դատավորի մասնագիտական հեղինակությունը, իր բարոյական պատիվը, արժանապատվությունը եւ տվյալ համատեքստում փաստաբանի կողմից այն արտահայտությունները, որոնք որ արվել են, դրանք խոսքի ազատության տիրույթում չեն եղել եւ հետեւաբար մեծ տուգանքի չափով գումար էր որպես պատիժ նշանակվել փաստաբանի նկատմամբ։ Որ ժամանակ անց փաստաբանը նաեւ այս գործով ներպետական պաշտպանության միջոցները սպառելուց հետո գնացել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ փոքր պալատի մակարդակով այս գործը քննարկելիս Մարդու իրավունքների եւ
հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի շրջանակներում Եվրոպական դատանը խախտում չէր արձանագրել։ Հետագայում դիմում էր ներկայացվել մեծ պալատ եւ մեծ պալատը գործի քննությունը վերցրել էր, որի շրջանակներում հաստատված էր համարվել այն հանգամանքը, որ մենք պետք է նախ եւ առաջ քննարկման առարկա դարձնենք փաստաբանի հատուկ կարգավիճակը։ Այս առումով կարծում եմ, որ այս դիտարկումները իրականում ունեին խիստ արժեքավոր նշանակություն։ Նախ եւ առաջ մարդու ինքն Եվրոպական դատանը անդրադարձ կատարեց այն հանգամանքին, թե ով է փաստաբանը ընդհանրապես հասարակությունում։ Եվ ընդգծվեց այն հանգամանքը, որ փաստաբանը իրականում հանդիսանում է միջնորդ հասարակության եւ դատարանների միջև ստանալու համար տեղեկատվություն դատարանում տեղի ունեցող կյանքի մասին։ Ընդ որում տվյալ պարագայում շատ ու շատ արժեքավոր էր այն դիտարկումը իմ համոզմամբ, որ մարդու ինքն Եվրոպական դատանը ընդգծեց, որ փաստաբանը ապահովում է նաև դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը, որտեղ հանրությունը վստահում է դատական համակարգին, երբ որ գիտի, որ կա պրոֆեսիոնալ փաստաբան, կա պրոֆեսիոնալ միջնորդ, ով որ իրականացնում է ներկայացություն եւ կաշկանդվածություն ինքը ունի իր դիտարկումները ներկայացնելու առումով եւ ընդհանրապես նաև իր գործունեության առումով։ Այս առումով նաև հատկանշական էր այն հանգամանքը, որ մարդու ինքն Եվրոպական դատանը հստակ ընդգծեց, որ երբ որ մենք խոսում ենք փաստաբանի կողմից արվող դիտարկումների մասին, կարևոր է, որ փաստաբանը ներկայացնի այն թերությունները, այն խնդիրները, որոնք որ առկա են դատական համակարգում, եւ կարևոր է նաև տարբերակել, թե փաստաբանը ինչ կարգավիճակով է հանդես գալիս որտեղ, այսինքն խոսում է օրինակ դատական նիստի դահլիճում, թե դատական նիստի դահլիճից դուրս, որտեղ բնականաբար ավելի շատ տեղեկատվություն կարող է տրվել, ավելի անկաշկանդ մթնոլորտում կարող է հանդես գալ եւ փաստաբանի կողմից արվող հայտարարությունները բնականաբար կարող են իր մեջ նաև պարունակել սուր քննադատություն։ Դրանք իր մեջ կարող են պարունակել հանգամանքներ, որոնք որ կարող են ունենալ շոկային բնույթ, այսինքն հանրությանը տեղեկացնել նաև հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին։ Վերջ-վերջո դատական համակարգ ինքը ժողովրդավարության իրավունքի գերակայության կարևոր բաղադրիչներից մեկն է հանդիսանում եւ այդ համատեքստում կարևոր է, որ փաստաբանը իրազեկի հանրությանը այն հանգամանքների մասին, որոնք որ տեղի ունենում դատական համակարգում, լինելով նաև այս գործընթացում որպես միջնորդ։ Նաև շատ կարևոր է այն հանգամանքը, որ մարդու ինքն Եվրոպական դատանը հավասարության նշան չի դնում փաստաբանի եւ լրագրողների միջև։ Դրանք տարբեր կարգավիճակներ են, ընդգծելով, որ փաստաբանը, լինելով նաև արդարադատության մասնակից, լինելով առաջամարտիկ այդ գործընթացի, ունի հատուկ կարգավիճակ, հատուկ դեր եւ բնականաբար իր հիմնական դերն ու գործառույթն է հանրությանը իրազեկել այն հանգամանքների մասին, որոնք որ տեղի են ունենում գործի քննության շրջանակներում։ Բնականաբար նաև պահպանելով նախաքննական գաղտնիքը այնքանով, որքանով որ դա կիրառելի կլինի այդ գործի քննության նկատմամբ։ Այս դիտարկումների համատեքստում շատ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ իրականում փաստաբանի կողմից արվող դիտարկումները, այն քննադատությունը, այն մոտեցումները, որոնք որ առաջ են քաշվում, դրանք իրականում նաև ուղղված են այսպես կոչված պլուրալիզմի բազմակարծության զարգացմանը։ Այս առումով ես կցանկանամ նաև վկայակոչել ոչ միայն մարդու ինքն Եվրոպական դատանի, այլ մեկ այլ տարածաշրջանային, մասնավորապես մարդու իրավունքների միջամերիկյան դատարանի կողմից արված դիտարկումները, մեկ այլ գործի քննության շրջանակներում։ Ես իրավաբաններին միշտ խորհուրդ եմ տալիս առավել խորաթափանց իրավական մեկնաբանություններին ծանոթանալու համար ընթերցել նաև մարդու իրավունքների միջամերիկյան դատարանի կողմից կատարվող վերլուծությունները եւ հետաքրքրական է այն հանգամանքը, որ 2019 թվականին կայացված վճռով, մասնավորապես Ալվարես Ռամոսն ընդդեմ Վենեսուելայի գործի քննության շրջանակներում միջամերիկյան դատարանը անդրադարձել էր խոսքի ազատության չափանիշներին եւ խոսքի ազատության, մտքի ազատության շրջանակներում ընդգծել էր, որ որպես այդպեսին այս իրավունքը ունի երկու հիմնական հարթություն։ Առաջին հարթությունը այն անհատական է, այն առումով, որ մեզնից յուրաքանչյուր իրավունք ունի իր մտքերը ազատ արտահայտելու եւ ուրիշներին հնարավորինս բարձր մակարդակով հասցնելու հնարավորությունը, որպեսզի թիրախային լինի, լսարանը շատ մեծ լինի եւ հնարավորինս մեծ քանակով մարդկանց այն հասանելի դառնա։ Եվ երկրորդ հարթությունը սոցիալական հարթությունն է, այն առումով, որ սոցիումը որպես հասարակություն ունի կոլեկտիվ իրավունք մատչելիություն ունենալու մեզնից յուրաքանչյուրի մտքերին, այսինքն մի կողմից մենք ունենք մտքերն ազատ արտահայտելու հնարավորություն որպես անհատ, եւ մյուս կողմից սոցիումը, հասարակությունը ունի կոլեկտիվ իրավունք այդ մտքերի նկատմամբ մատչելիության ապահովման։ Սա շատ հետաքրքիր կոնցեպտ է, շատ հետաքրքիր երևույթ է, որը նաև ներկայացվում էր բազմակարծության, պլուրալիզմի զարգացման շրջանակներում, ընդ որում շատ ու շատ ավելի հետաքրքրական էր այն հանգամանքը, որ դատարանը ընդգծել էր, որ երբ որ մենք խոսում ենք քննադատության մասին, քննադատությունը ոչ դեպքերում ոչ միայն կարող է լինել տեղին, այլ նաև կարող է լինել անհրաժեշտ։ Սա շատ կարևոր հանգամանք է եւ շատ բարձր չափանիշ է։ Այն տեսանկյունից, որ խոսքի ազատությունը նպաստում է ժողովրդավարության զարգացմանը, պլուրալիզմի զարգացմանը, այն ունի իրավունքի գերակայության ապահովման տեսանկյունից շատ կարևոր նշանակություն։ Հետևաբար, կարևոր է նկատի ունենալ այն հանգամանքը, որ երբ որ մենք խոսում ենք խոսքի ազատության, մտքերի ազատ արտահայտման մասին, հատկապես փաստաբանների առումով,
առանցքային նշանակություն ունի իրենց անկաշկանդ ազատ հանդես գալու հանգամանքը։ Եվ այս տեսանկյունից իրենց խոսքի ազատության սահմանափակման այսպես կոչված pressing social need կոչվածը բացակայում է, որովհետև իրենք ունեն հնարավորություն իրավասու մարմինների, հանրության, պետական մարմինների ուշադրությունը հրավիրելու այն համակարգային խնդիրներին, որոնց հասարակության յուրաքանչյուր անդամ կարող է բախվել, առավել եւս, երբ որ խոսքը վերաբերվում է հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին, երբ որ հանրությունը հետաքրքիր է իրեն հետամուտ լինել այդ հանգամանքներին, հասկանալ թե այն իրադարձությունները, որոնք որ տեղի ունեցան, ինչ ճանապարհով դրանք զարգացան, ինչ բացահայտվեց, ինչ տեղի ունեցավ, ինչ խախտումներ էին տեղի ունեցել, այս հանգամանքները իրականում ունեն շատ առանցքային կարևոր նշանակություն, եւ պետական մարմինները այս առումով պիտի նաեւ որոշակի տոլերանտություն դրսևորեն այդ քննադատության նկատմամբ, հաշվի առնելով նաեւ մրցակցող շահերի միջև արդարացի հավասարակշռությունն ապահովելու անհրաժեշտությունը, որովհետեւ փաստաբանի քննադատությունը, այդ թվում իր կողմից սուր խոսքը, որը որ նշվում է, այն տեղավորվում է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի շրջանակներում, եւ այդ խոսքի չափազանց մեծ չափով սահմանափակումը կունենա այն նույն այսպես կոչված chilling effect-ը, այսինքն սառեցնող ազդեցությունը, երբ որ փաստաբանները կվախենան կամ ձեռնպահ կմնան իրենց խոսքերը ներկայացնելուց, իրենց դիտարկումները ներկայացնելուց այն ակնկալիքով, որ պետությունը որպես այդպեսին այդ խոսքերի համար իրավական ներգործության միջոցներ կկիրառի եւ պատասխանատվության կենթարկի դրա համար։ Ինչը որ անհամատեղելի է բնականաբար փաստաբանների գործունեության ազատության, իրենց գործունեության այն հիմնարար երաշխիքների հետ, որոնք տարիներ շարունակ միջազգային կազմակերպությունները միջազգային բազմաթիվ փաստաթղթերում փորձ է արվել ներկայացնել եւ հասնել նրան, որ մենք այսօրով ունենք նաեւ փաստաբանների մասնագիտական գործունեության պաշտպանության մասին կոնվենցիա, Եվրոպայի խորհրդի կոնվենցիա, իսկ փաստաբանի խոսքի պաշտպանությունն էլ ներառվում է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի շրջանակներում։ Այսպիսով այսօրվա համար պատրաստել էի այսքանը, շնորհակալություն տեսանյութը մինչև վերջ դիտելու համար, չմոռանաք բաժան օրթագրվել, ներքևում գրել ձեր մեկնաբանությունը, ինչպես նաև հավանել այս տեսանյութը։ Կհանդիպենք հաջորդ կիրակի։